2019 թվականի ԵԱԿ Մինսկի խմբի առաջարկը, հարգելի գործընկերներ, ես ուղիղ, անուղղակի, մի քանի անգամ, հիմա էլ բանա, հրապարակված է, 100 անգամ ասել եմ, ես երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել, այդ փաստաթուղթը սկսվում է, որ ներկայացվել է, մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս, այսինքն դա ինչ է, այդ փաստաթուղթը ընդհանրապես ոնց է արել, ես երեք մի քննարկման ժամանակ ես արձանագրեցի, որ ես նրբությանը չեմ անդրադարձել, որովհետև ես այնքան շատ բանի եմ անդրադարձել, ինձ թվում է, թե ամեն ինչի անդրադարձել եմ, այդ 19 թվի փաստաթուղթը ոնց է հայտնվել, այդ 19 թվի փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ, երբ որ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել, ես խնդիր եմ դրել, ասել եմ, համանախագահների առաջ, ասել եմ, ստեղ թղթեր կան լիքը, ես մի չեմ հասկանում, այս թղթերից որն է այս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի նախորդող շրջանի բանը, ամփոփումը, սեղմագիրը, որն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի սեղմագիրը, այդ 2019 թվականի հունիսի թուղթը է, երբ որ ես ասել եմ ինձ, ասեք, որն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր, և այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ, լավ, ես կարդում եմ, հիմա, ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը, հիմա այս փաթեթներով կարա Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում, որևէ այս մեխանիզմով, և հնչել է շատ հստակ պատասխան, այո, եթե Ադրբեջանը համաձայնվի, սա ինչ, նաև գրած է, իհարկե, գրած է, բայց նոր մարդ ես մտածում ես գրածը կարող է ճիշտ չես մեկնաբանում, ավարդ, սրանով է, հիմա եկել են, էլ չեմ ասում, այդ փաթեթի վերջին կամ առաջին փաստաթուղթը 2018 թվականի ապրիլի Սերժ Սարգսյանի ամբիոնից ունեցած ելույթն է, վերջացել է այդ պատմությունը, չկա տարընթերցում ընդհանրապես բանակցային գործընթացի, չկա միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ փաթեթը ծայրից ծայր կարդա, իր համար ոչ մի հարց չի ծագի, հիմա Քիվեստի փաթեթը ինչի չի հրապարակվել, որտեղ չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո Քիվեստի փաթեթ, Քիվեստի փաթեթի հենքը էնա, ինչ որ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը, Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է հայկական ժամանակ թերթին և հրապարակվել է, էդ է Քիվեստի գաղափարական հիմքը և էլ չեմ ասում դրա կարիքը չկա էլ, ես վերջերս Ազատություն ռադիոկայանը շատ մանրամասն փաստաթղթերով ռեպորտաժ արեց և դրանով ամեն ինչ ասված է, այսինքն չկա թեմա այդտեղ ընդհանրապես, հիմա այդ որ ասում են բանը, հիմա բանավեճի չեմ էլ հրավիրում, որովհետև հրավիրեմ էլ ինչ, էլ ինչ խոսամ, էլ բանավիճելու բան չկա, թող կարդան պատմեն, կարդան պատմեն, ինչ պետք է պատմեն, պատմելու բան չկա։ Հարգելի գործընկերներ, ամփոփելով ուզում եմ նաև ասել, որ 2026 թվականը շատ բուռն տարի է լինելու Հայաստանի համար, տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը Հայաստանում, նաև կենսաբազմազանության COP17 գագաթաժողովը արդեն աշնանը և խորհրդարանական հերթական ընտրությունները և ես ևս մեկ անգամ արձանագրում եմ, որ ես և կառավարող մեծամասնությունը խորհրդարանական հերթական ընտրություններին մոտենում են լավատեսության և պոզիտիվի հսկայական պաշարով և պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ այո, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված է խաղաղություն։ Մեր խնդիրն է խնամել, ուժեղացնել, ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը և էլի մի հանգամանք եմ ուզում ասեմ, վերջին շրջանի աշխատանքները վերլուծելով, շատ կարևոր է արձանագրել հետևյալը, որ եթե շատ պայմանական ասեմ, Հայաստանի և Ադրբեջանի միջև մի միլիմետր վստահությունը, երբ որ մի միլիմետրով վստահությունը ավելանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինքը բերում է 10 սանտիմետր գործնական
առաջընթացի։ Սա բարձա պայմանական բանաձև եմ ասում, բայց ուզում եմ իմ տպավորությունները կիսել նաև այդ առումով։ Եվ ուզում եմ ասել, որ այսօր ես խաղաղության հեռանկարի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան ասենք 2025 թվականի օգոստոսի 15-ին 20-ին, չնայած այդ պահին լավատես էի ավելի, քան նախկինում երբևէ եղել եմ լավատես։ Եվ հետևաբար մեր խնդիրը, այդ թվում 2026 թվականի, այո, տնտեսական, ես համաձայն եմ, ֆինանսների նախարար ասեց, մենք դուրս ենք եկել բնականon տնտեսական զարգացման ուղեծրի մեջ։ Մեր տնտեսությունը զարգանալու է։ Խնդիրն է նա ավել թե պակաս տեմպերով։ Իմիջիայլոց նախորդող շրջանում մենք այս հարցն էլ մեզ սկսեցինք տանք։ Արդյոք լավ է, որ ինչպես տնտեսագետներն ասում են, մեր պոտենցիալից ավելի մեծ տեմպերով ենք աճում։ Ստեղ էլ են խնդիրներ առաջանում, որովհետև գնաճային երևույթներ են գալիս եւ այլն եւ այդպես շարունակ։ Դրա համար կարող է, այս էլ հարց է, մենք պետք է քննարկենք 6-7% տնտեսական աճը պետք է մենք որդեգրենք որպես նպատակ, որովհետև կարող է պարզվի, որ 10-12% տնտեսական աճը գնաճային եւ այլ խնդիրներ առաջացնում եւ ռիսկեր առաջացնում։ Բայց 2026 թվականի հիմնական խնդիրը հետեւյալն է։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը։ Պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը եւ թույլ տվեք ասեք, ես վարկյան անգամ կասկած չունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետեւ դա ուրիշի խաղաղությունը չի, դա իր խաղաղությունն է, իր զավակների, իր ընտանիքի, իր թորների, իր ծորների խաղաղությունն է եւ դա մեծագույն տուրքն է բոլոր նահատակներին եւ իր բոլոր անցյալներին, անկախ նրանից մեր պատմության որ շրջանում է այդ նահատակությունը եւ զոհողությունը տեղի ունեցել եւ հետեւաբար փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ